իսկապես մեծ բանի է այս ձեզորեն տալելու։ Ես հիշում եմ պարոն Բաղդան, երբ եք ասում էի, որ սենց իրար հետ ապրում ենք, բայց նորմալ չգիտենք ավանդույթները եւ այլն։ Շնորհակալ ենք։ Այս հատվածով կգնանք, պարոն Փաշինյան։ Մեր Երկրների ազգային միության նախագահության անդամ պարոն Ալդալյանը այս հատվածով կգնանք, պարոն Փաշինյան։ Այստեղ մեր բարեկամության ուշահամալիրներ, հայ եզդիական եղբայրության հիմնադիր նախաձեռնությամբ այս ներկայացնենք, կավարտենք նոր, լավ, շատ բարի։ Պարոն Փաշինյան, սա եզդիների ազգային հերոս Դավրեշի Ալդին է, այստեղից սկսվում են եզդի հերոսների եւ հայ հերոսների ներկայացմամբ, այսինքն երկու ժողովուրդների, եղբայրական ազգերի հերոսներ, ովքեր որ միասին դարերի ընթացքում իրար հետ կողքի պայքարել են հանուն բարօրության, հանուն երկու ժողովուրդների փրկության։ Այս հատվածում մենք տեսնում ենք Հասնե Հավերին, որը 18-ից 19-րդ դարերի ընթացքում եզդիների հերոսները առաջնորդ են։ Աստված առաջ մեր թակավարը Ոչի ոչում ամեն Հասնե Հավերին անցանում է նաև 18-ից 19-րդ դարերի եզդիների մեր ջարդերի, որոնք որ իրականացնում էին մի եկորի ջարդավորություն։ Ուզում եմ բարերին, իր աչքի վրա եկեք, շատ ուրախ եք, բարդ եք, դեր պասպորտ չունեն, մի հատ եք Direkt katledildi. Elde gözüm. Şurada ayıkarladım. مثلا از شنگالم جی جدی ماو و پاسپورت آمی و 5 سال زبیدری ماو و از لوچه تا وزاروی تا وش خلقی شنگالم شنگال خراب و أخبين سالم الفيدرينا وما بيت الجنشار مستاني باليمان որ նորից դուք ընտրվեք, թող մեր երկիրը խաղաղացվի, մեր զինվորները խաղաղացրեն, հաջողություն լինի մեր երկրին, Ռոման ջան, քերեմ կեվար է բրեմ։ Այս տեղը ինչ է, այսինքն նկատում եմ տարածքը, սրբավայրը, նաև այստեղ Այս հատվածում մշակույթ նկատում եմ ինչ-որ գերեզմանատուն կա, հարակից տարածքում նաև սրբավայրը։ բարի գալուս այս ամենի Սիմոնյան Բարի գալուս մալակետ հավուցա ձեզ օրինի փորձանք լինել Այս հատվածը հենց ամբողջը համարվում է հենց բարեկամության ուշահամալիր, մինչև մուտք գործել է հենց տարածքի բուն հատված, որտեղ կամարներից տեսնում ենք այն հատվածից։ Այստեղ ներկայացված է եզդիների ցեղասպանությունը 2014 թվականին որպես հուշակոթով եւ ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակին։ Իդեպ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ևս ճանաչել է 2016 թվականին որպես հուշակելով այն ցեղասպանությունը, որոնց բացկայանի նախաձեռնությամբ նաեւ օգոստոսի 3-ը ընդգծվեց եւ որոշվեց որպես հիշատակի օր։ Այո, այո։ Ոնց եք, շատ ուրախ եք։
Ուրախ ենք, հետո շատ շնորհակալություն մեզ հարգելով, մեր ազգին, որ եկել եք ասել։ Երեք ես դիա բնակ ամենքի բնակիչ եմ։ Ամենակտիվ բնակ։ Պարոն Փաշինյան, կարակ չմա Այստեղ կոմիտասին ենք տեսնում, պարոն վարչապետ, որպես Եզնի ժողովրդի մեր բարեկամ, որպես մեր Ուսումբեկ Թեմուրյանցի, որը նաև հանդիսացել է Հայաստանի առաջին հանրապետության ազգային ժողովի պատգամավորը եւ միասին նաև սովորել են Գեորգյան ճեմարանում։ Այո, կոմիտասի հետ միասին ամենամտերիմ եւ նոտայագրել է 12 եզդիական ազգային եւ կոմիտասը։ Այս հատվածում հենց Բարերար Միրզա Սվյանի կողմից առաջին Բարև եկա, որտեղ խերով լինի, ետիկի նոց են ազվարը շատն այս հատվածում Բարերար ետրանկային շրջանների Սվյանի կողմից այս նվերը որպես խորհրդանիշ հայոց ցեղասպանության 100 ժամյակի տարելիցին եւ առաջին մշակութողն է եղել որպես շրջանային Այս հատվածում տեսնում ենք Ուսումբեկ Թեմուրյանցին, ում մասին խոսվեց Անդրկովկասի եզդիների առաջնորդ եւ կոմիտասի մտերիմ ընկերները։ Այո, մահացել է 1946 թվականին, չեմ սխալվում, բնականաբար այդ ժամանակ այո, Ջանգիր աղայի հետ միասին իրենք նաև մասնակցել են մայիսյան արարողներին հերոսամարտին։ Այս ամբողջը կարծեք թե ամփոփված է մեկ մշակութողի մեջ, որպես եղբայրության խորհրդանիշ։ Այստեղ մենք տեսնում ենք թե մեր Խաչատուր Աբովյանի եզիկներ հոդվածից հետևյալ խոսույթը, իրենց հարևան ազգերից ոչ մեկի հետ նրանք այնքան սերտ չեն կապված, այնպես համատեղ չեն գործում, ինչպես հայերի, որոնք նրանք անվանում են եղբայրներ։ Եվ այստեղ, իսկապես այստեղ տեսնում ենք հավերժության խորհրդանիշը հայկական, սիրամարգը, արևի մեջ ընկնված հայկական խաչը։ Սիրամարգը Մալակետաուսը անձա, ոչ, հրեշտակապետ։ Զորավար Անդրանիկ, որպես Եզդի ժողովրդի մեծ բարեկամ, նաև Ջահանգիր աղայի Հարսանյաց կամորը 1904 թվականին այնպես է ստացվում, որ ներկա է գտնվում Հարսանեկին եւ հենց Հարսանեկի ժամանակ այդ բարեկամությունը հաստատվում է եւ նա դառնում է Հարսանյաց կամորը առաջին անգամ, երբ որ եզդիների մեջ եւ հայերի մեջ խավոր սահմանությունը սկսեց այս հատվածից։ բոլոր եզդիական օջակները մի ժամանակ կապված են Ջանգիր աղայի մեքանի կողմից զորավար անձրան։ Հավասարազոր գուցե եզդիների մոտ Ջանգիր աղայի զորավար անձրան շալավ։ իսկ պսակ է սրբավայրում Այո։ բանի բան չկա, խնդիր չկա, որ ասած Տեսեք Հարսանյաց կա, Հարսանյաց կարող է լինել, դրանք տարբերությունները ինչ առնում է, այսինքն կրոնական որևէ բան ծես չի իրականացում, դա որպես ընտանիքի բարեկամ եւ եղբայր է հանդիսանում եւ ինչու՞ չէ նաեւ խորհրդատու։ Այստեղ նաեւ Ջահանգիր աղայի մասին խոսեցինք, որ ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանության մեջ եւ տվյալ դեպքում հստակ հայ եւ եզդի ժողովուրդների փրկության
եւ ոչնչացումից փրկելու համար իսկապես ծառայել է թե ժողովրդին եւ նաեւ մի բան էլ նշեմ, որ փորձեցին բազմիցս Ջանգիր աղային օգտագործել եւ հայ ժողովրդի դեմ նա ասաց, որ ես լինելով Ջանգոն Խատիֆի որդին երբևիցե չեմ դավաճանի մեր եղբայր հայ ժողովրդին կլինենք միշտ միասին ու այդպես էլ եղավ ռազմի ամենադժվարին պահին, ինչպես ասում է նաև Դրաստամատ Կանայանը, մասնակցում է եւ դրանով որոշիչ է լինում նաև իր մասնակցությունը, իր հեծելազորով կանխվում է թշնամու ներխուժումը արդեն դեպի Երևան։ Ապարամի հյուրասանական Փաշինյանի եւ Արաքելիսայի Սարդարապետի իրան աքսորում ինքը Սարատովի բանտերից մեկն է։ Եվ հետո արդեն մեր Երջենկա հիշատակ Միրզասարյանի աջակցությամբ կարողանում ենք ներդրել գերեզմանը եւ վերահրատարակում ենք այստեղ Այս հատվածից արդեն սկսվում է կամարից անցնելով, արդեն տարածքի տաճարի տարածք ենք գործում։ Ժողովուրդը այսօր գալիս եւ աշխարհում մաղձրուծը չկա սրբավայ լավաշները նմանատիպ ես վարդնիցությամբ ներկայացում դա իդեալության ամենաառաջին սրբաճարն է, որ կառուցվում է աշխարհում եւ Շուտ արելի դա ինքնիդ բարձրանալու ապարտանալու դերիկ տալիս ոչ միայն հուսային Իրաքը, որը Հայաստանը իրենց անմիջական ներքին և նաև հայոց այսօր էլ այդը եվս մեկ անգամ ստացվում է Համեցեք այս հատ։ Այս հիշում եք, որ ես այդ թեման 2 տարի առաջ Համեցեք Շեմին չկարելի է։ Այս գիծը, այո։ Այո, այս գիծը, հենց ուղիղ այս գծի հատվածում շեմն է, այո, հենց այսպես կարող եք ունել։ Այս յոթ գլխավոր հրաշքապետերին է խորհրդանշում եւ մեծը, որը հենց մալակի խաղոսն կոչվում։ Այս հատվածում մենք տեսնում ենք խորանը։ Իր 4 անկյուններ, այսինքն ըստ մեր եզդիական կրոնական գծաբանության երկիր մոլորակը, որքան այսպես բացատրվում է, 4 անկյուններից է բաղկացած։ Եվ այսօր 4 շարքի է 4-րդ 4-ը նաև մարդու մարմինի մեջ պարունակում 4 էլեմենտ, 4 տարր, ով, ջուր,
Եվ այս 4-ը պարտադիր տեսեք, տարին բաժանվում է նաև սա 4-րդ տարի։ Ըստ եզդիական օրացույց այդ ժամանակ դրան Աստված դեռ փորձում է եւ երբ որ ավարտում է այն այսօր է ավարտում եւ այսօր աշխարհասփյուռ եզդիությունը նշում է հենց տարեմուտ այսինքն տվյալ դեպքում մենք մուտք ենք գործում նոր տարի եւ հենց ամիսն է որ մենք ապրիլը կոչում ենք Նիսան նոր ժիան նոր կյանք մենք մուտք ենք գործում նոր կյանք եւ թող այս որպես այդպեսին քանի որ մենք ընկալում ենք աշխարհաստեղծումը մենք չգիտենք երբ բայց որպես այդպեսին օգտագործում է 6700 արդեն 76 այստեղ դա պայմանավորված է 776 արդեն 5 արդեն այսօր մոտ գործեցին 6 այն հատվածում դուք տեսնում եք Մալաքի Տաուսի խորհրդանիշը հրամարգի տեսքում այսինքն մենք չգիտենք նա ինչ տեսնում է պարզապես բառացի թարգմանաբար նշանակում է սրանք հեշտակ բայց ես զերծ կմնայի դրանից ավելի շատ օգտագործել այդ տերմին հենց եզդերանով, քանի որ արաբերենից է տավուս նշանակում սիրամարգ եզդերանով, տավուսի նշանակում է արև և ստվեր, այսինքն օրվա և գիշերվա հեշտակ, որը երբեք չի հանդիսանում, անընդհատ աշխատում է և ծավալում է Աստծուն։ Իր ձեռքում կրում է 4 անկյուններ երկրի մոլորակի, մենք տեսնում ենք դերևում 12 պետուրներ, որոնք խորհրդանշում են մեր այսպես ասած 12 ամիսների տարվա 7 պետուրների հատվածից տեսնում ենք 1, 2, 3, 4, 5, 6, 7 դրանք խորհրդանշում են 7 օրերը եւ 7 հեշտակները, որոնք որ հենց Տաուսի մարդու լուսերին են, երրորդությունը խորհրդանշում է աստվածային երրորդությունը եւ նաեւ եզդի ժողովուրդը բաժանվում է 3 խմբի՝ շեխեր, փիրել եւ մրեքներ։ Այստեղ նաեւ մենք տեսնում ենք լուսինը եւ շուրշուրերը, որոնք արևի 20 նա ներկա է թե Տաուսի մարակը անդադ ծառայում է Աստծուն, այսինքն դրա համար մենք կոչում ենք Տաուսի մարակը որպես Աստծո տեղապատը, քանի որ Աստված կառնում այդ կառավարիչ հանձնել է մարակը Տաուսին, գլխավոր հեշտակապետը։ Հիմա մենք կոչում ենք Տաուսի մարակից, այ ժողովուրդը կոչում է Գաբրիելը հեշտակապետ։ Յուրաքանչյուր տասը իր լեզվով է կոչում հեշտակապետը։ Նաև հավայի լալուշից բերված ողը, ջուրը, քարը, հայտը, այսինքն ամեն ինչ կարող է որոշակի օրը մեզ կապեն նաև մեր ինչու է գլխավորսը հավայրը մեր ձևավորման եզների ձևավորման օրը միջոյի սենդվիչ է դեպք եւ այնտեղ մեր գլխավորսը հավայրը Դողոկը տարածվում է սեն։ Սեն իրակում է դողոկ չէ, լեռների մեջ է։ լեռների մեջ է այսինքն հեռու է Մնակավայրից մեր այսինքն նա ժայռափոր է, ժայռափոր չի, բայց ինքը ամբողջությամբ լեռներով եւ տաններով Ասել բան։ Բանակս
Բարև Արչակը, ձեզ մի հարց կարելի է։ Բարև ձեզ։ Կարևոր ես դրազգի ներկայացուցիչ եմ։ Ուզեի մի հատ հարց ունեի։ Իսկան տարի ինչի համար գալու եկեղեցի, չէ՞ որ ես երկար տարի չեք հրավիրում։ Պետք է հրավիրեք, չէ՞ որ ղեկավարեք, պետք է այստեղ բազմաթիվ անգամներ ինձ որպես Արչակետին է տարի դուք մի հատ Ես մեր պարոն Բաբոյանի հետ նախորդ հանդիպումների մեկի ժամանակ, երբ որ ինքս ես երևի խազնային որոնք իջուց ունեցավ, դա շատ կարևոր հարց է։ Ես հրավիրեցի աշխատանքային հանդիպման, եւ ասացի, որ ես կարծում եմ, որ մենք իրար հետ ապրում ենք, բայց բավարար չափով չենք կարող ավանդույթները եւ այլն։ Եվ ես խնդրեցի պարոն Բաբոյանին, ասացի, եթե դա ընդունելի կլինի մեր համայնքի համար, որովհետև այնուամենայնիվ ես չեմ համարում, որ ես կարող եմ առանց հրավերի գալ մտնել տաճար, որովհետև սա սրբավայր է եւ մարդկանց զգացմունքների հետ մանավանդ որ ցավի մենք իսկապես շատ չենք ճանաչում, պետք է հաշվի նստել եւ երբ որ հրավեր ա եղել, առաջինից պատեհառիթի դեպքում ես այդ հրավերը ընդունել եմ, որովհետև երբ լիներ հրավերը, այդ հրավերը ես կընդունեմ։ Բայց չէ՞ որ Այո, ես կներեք, ես առաջին վարչապետն եմ Հայաստանի ղեկավարը, որ այցելում եմ, եւ դա էլ է շատ, ես մտածել եմ, որ եթե միջև այդ չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա, որ այսպեսին Սա կապված է ուղղակի ընտրությունների հետ, թե ուղղակի զուտ պարոն Բաբոյանի բարձրացրած հարցից հետո որոշեցիք որ դա։ Գիտեք ինչ, մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի եւ այլնի կողմից շատ բարձր վստահությամբ խփ ենք ստացել, շատ բարձր առանց այցելությունների։ Եվ դուք կարող եք նայել նախորդ ընտրություններում թե 2018 թվականի, թե 2021 թվականի եզդիական բնակավայրերի մեր արձանագրած արդյունքները եւ ես նաեւ ասեմ, որ դուք կարող եք տեսնել, թե վերջին տարիներին մենք եզդիաբնակ համայնքներում ինչպիսի ներդրումներ ենք արել, մենք ճանապարհներ ենք կառուցել, որ տասնյակ տարիներով 40 տարի եւ ավել չեն եղել։ Ես այցելել եմ նաեւ առաջին անգամ եզդիական բնակավայրեր են այցելել եւ մենք նաեւ Ալագյաց խոշորացված համայնքում մեծ ներդրումներ ենք անում
եւ ելի եմ ասում նախկինում ոչ մի անգամ ես հրավեր չեմ ստացել, ես մի քանի անգամ պարոն Բակոյանին խնդրել եմ, ասել եմ ես կարծում եմ եւ ընդհանրապես պարոն Սանդիկովին եմ միջազգային խնդրել, ասել Հայաստանի ազգային փոքրամասնությունների հետ մենք կապում ենք, բայց մի տեսակ չգիտեմ, լավ չենք ճանաչում մենք, դուք երևի ավելի լավ եք ճանաչում եւ անկեղծ մենք փոքրամասնություններ չենք համարում մեզ, մենք հայ ազգի հետ մեզ եղբայրներ ենք համարում, ոչ թե փոքրամասնություն, որովհետեւ այսօր տվյալներով ինչքան որ ծրագրացված ենք, շատ մեծ է մեր ժողովուրդը։ Այո, բայց ես օգտագործում եմ սահմանադրություն 2015 թվականին ընդունված սահմանադրության տերմինաբանությունը, որպեսզի մաքսիմալ կոռեկտ։ Ես մեկ էլ կխնդրեի բոլորը թող ֆիքսեն, որ ես Արշալույս գյուղից եմ, եւ ասեմ այսօր կան հենց կապված խնդիրներ, որ Արշալույսում եզդիների տները վաճառում են անօրինական ձևի, եւ դա ճիշտ է, հիմա այդ հարցը չի, բայց ես կուզեմ այդ հարցին շատիրնեք հարկադիր, կատարողական են հիմնարկները, հիմնական վաճառում են եզդիների տները, անօրինական կոմպեկտներով, այդ հարցին խնդրում եմ, եթե այդքան նվիրված եք դուք մեր խալիով։ Տիկին խալիով, տեսեք, Հայաստանում դուք ես ուղիղ եթերում այցելում եմ տարբեր մարզեր, որ կտեսնեք, որ նմանատիպ հարցեր բարձրացնում են նաև Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, ես բացառում եմ, որ որևէ էթնիկ նկատառումով որևէ մոտեցում ցուցաբերվի համեն դեպս եթե այդպիսի բան պարզվի, այդպես գործողները խստագույն պատժի պատճառի բայց ես էլի ձեզ լսելով ուղի եթերում տեղ ունենում, դուք եթե ժամանակ ունենաք կարող եք նայել թե Եղվարդում այդպիսի հարց բարձրացնող կա, Արտաշատում այդպիսի հարց բարձրացնող կա, Արմավիրում այդպիսի հարց բարձրացնող կա։ Այո, տեղի եմ դրա համար ես ասում յուղի հարց բարձրացնող։ Բայց նաև մեր փորձը գոնե միջև այս պահը մեր ունեցած տվյալ ինչ է ցույց տալիս, որ օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պարտավորությունները չկատարելու հետ է կապված այդ դեպքերը, եթե կպարզվեն այլ իրավիճակներ, ես ձեզ հավաստիացնում եմ, խոստանում եմ, որ այդ իրավիճակներում պետությունը կգործի իր քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ։ Մեզ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մեզ համար կապ չունի ազգության հայ է, եզդի է, ռուս է, քուրդ է, ասորի է։ Սա մեր հողն է, սա մեր տունն է։ Մենք երբեք չենք էլ օտար տենց մեզ զգում Հայաստանից, որտեղ Հայաստանը մեր տունն է։ Մենք չունենք մի սխալ դետալի համար մենք էլ ձեզնից մեզ օտար չենք զգում եւ այսօրվա իմ այցը հենց դրա մասին է, որ եզդիների տոնը նաև իմ տոնն է եւ ես եկել եմ շնորհավորել ձեզ եւ ուրախ եմ ուղղակի հարցս դեղենց դրանում Պարոն Փաշինյան Շանում ենք եւ ես մենք ծրագիր ունենք մի րոպե տրամադրել չորրորդ կարգի վթարային շենքից ենք քանդման եւ այստեղից շենքը երևում է ծրագրից ու շանում ենք ես կբերցնեմ ամենայեք ջան ծրագրից ու շանում առաջին էստերից այս փոքրտաճարից 2017 թվականից արվեց Մարիան Մեսսիանից եւ նախատեսված է այս փոքրտաճարը կառուցվել եւ երկրորդ ժողովուրդը սկսված բազմությամբ այլոց ընդունեցին եւ ինքը տեսավ այդ ամենը ողջորությունը իսկապես ապշումեց այս ժողովրդի կողմից կառուցեց արդեն մեծը եւ ավարտին հասցրեց այստեղ մենք տեսնում ենք Բարերար Միրզասոյանի տամբարանը, որտեղ որ նա ուղարկավորված է հենց այս ամբողջ տաճարի հիմնադիրը հենց ամուսացել է Բարեկամներ
Ինչ հուշում եք, որ միջոցառումը շացնում Երեխեք միջոցառումը ինձ հուշում եք, Ինքո մասի, նկարվել անցինք։ հայնելով, եթե կարակ հայնելով նկարվել, Չեմ գնացել, լսեք, չեմ հավատում, ոչ մեկ ինչի ձեզ եմ հավատում։ չեմ կարող միջոցառումը Իսկ ոնց է հանուն մարդկության, հանուն ազգության, հանուն աշխարհի խաղաղության։ Ողջունում եմ Փուրդալետ ու կազմով մեկ բոլորիդ էլ շնորհակալ եմ։ Մեր կառավարությունից բոլոր շնորհակալ եմ, բոլորիդ ոտը խերով են։